Ես կհիշեցնեմ, որ Սոլովյովը այդ հայտարարությունն արել էր Վենեսուելայի եւ Իրանի հետ կապված։ Որտեղից է պետք սկսել այս դրվագի վերլուծությունը։ Բան այն է, որ իրավիճակը, որը ստեղծվում է հիմա մեր տարածաշրջանում Իրանի հետ կապված, ինչպես նաև Վենեսուելան, որը նույնպես կապված էր Իրանի հետ, պատահական չէ, որ այդ երկու պետությունները փաստորեն աշխարհի նավթի հիմնական պաշարների տերերն են, եւ հիմա փաստորեն այդ ամենը անցնում է արևմուտքի պայմանական, ավելի ճիշտ, ինչպես դուք ճիշտ եք նկատել, արևմուտք հասկացությունը վերջի ամիսներին Թրամփի շնորհիվ տրոհված է, բաժանված է Միացյալ Նահանգների վերահսկողության տակ եւ պետք է հիշել, հիմա չխոսենք, բայց այստեղ եւս մեկ խաղացող կա, որը անչափ կարեւոր է, որի անունը մենք չենք տվել դեռ, դա Չինաստանն է։ Պարզ է, որ ոչ թե Ռուսաստանի դեմ է այս ամենն ուղղված, այլ Չինաստանը, եւ Ռուսաստանը Ամերիկայի համար դիտվում է որպես Չինաստանի կցորդ։ Հետեւաբար Ռուսաստանի կցորդները նույնպես դիտվում են այս տրամաբանության մեջ։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ Սոլովյովի, այդ խոճապը իստերիկան, որը բարձրացավ Հայաստանում, մի փոքր զավեշտալի ու ծիծաղելի, որովհետև Ռուսաստանը կարիք չունի զավթելու Հայաստանը։ Հայաստանը զավթված է։ Հայաստանի տնտեսությունը, քաղաքական դաշտը, տրանսպորտը, էներգետիկան, ֆինանսական մասը, մեր հանքերը, բանկերը, մամուլը, կուսակցությունների զգալի մասը, որ ես վաղուց արդեն անվանում եմ ռուսակցություններ, դրանք վերահսկվում են Ռուսաստանի կողմից։ Հեռուստատեսություններով H1-ից մինչև H2, մինչև 5-րդ կամ չգիտեմ 25-րդ ալիքները պրոռուսական են, այնտեղ ռուսական նարատիվներ են, այնտեղ ռուսական շահերն են ներկայացված եւ պետք է հիշել այստեղ մի բան, ես չեմ ուզում, որ մենք կղկղանքի բաները տարբերենք սորտերը, բայց հասկանալու համար տեսեք Ռուսաստանում հատուկ ծառայությունները, որ մենք փորձում ենք քաղաքականություն մշակել, ինչպես դիմադրել այդ ռուսական ազդեցությանը, մենք հասկացանք, մեր վերլուծությունները բերեցին մեզ մի պարզ եզրակացությանը։ Ռուսաստանում տարբեր խմբեր են աշխատում տարբեր երկրներում եւ օրինակ Հայաստանում FSB-ն, ԳՌՈ-ն եւ SVR-ը, այսինքն հետախուզությունը, հակահետախուզությունը եւ անվտանգության ծառայությունները ունեն տարբեր խմբեր, որոնք կցված են նրանց, տարբեր գործիչների եւ այդ բյուջեները, որ նախատեսվում են Հայաստանում աշխատանք կատարելու համար։ Ինչ բյուջեներ են, ասենք Մայասանդուն 3 հայտարարեց, որ $300 միլիոն է հատկացված եղել Ռուսաստանից, Մոլդովայում ապակայունացնելու համար իրավիճակը։ Ես կարծում եմ, որ Հայաստանում նույնպես մոտավորապես $500 միլիարդ չափ գումար է։ Եվ այդ գումարը կիսում են այդ մրցակիցները, չեկիստների տարբեր խմբերը։ Նրանց այստեղի հաճախորդները նույնպես մրցակցում են այդ փողերի համար։ Եվ այն, որ Հայաստանի կառավարությունը ազգային անվտանգության ծառայությունը, մեր նախարարությունների զգալի մասը գտնվում են ռուսական ազդեցության տակ, որ ազգային ժողովում Ռուսաստանը ներկայացված է ավելի քան անհրաժեշտ է իրեն, դա այնքան ակնհայտ է, որ խոսել այդ մասին անգամ ծիծաղելի է։ Ռուսաստանին ձեռնտու չէ, որ լինի իշխանափոխություն։ Պարզապես այստեղ խոսքը կրկնում եմ, գնում է այն մասին, որ այս խմբերից որ մեկն է լինելու առաջինը, որը երկրորդ։ Ռուսաստանին ձեռնտու է եւ ձեռնտու էր, որ մնա այս ազգային ժողովի, քանի որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, այս իշխող կուսակցության այս ձևաչափը։ Մարդիկ, ովքեր սկզբունքներ կամ գաղափարախոսություն չունեն, որոնք հայտարարում են, որ մենք գնում ենք դեպի հարուստ շուկաներ, կոպիտ ասած ով մեզ կվճարի, նրա հետ էլ մենք կլինենք։ Դա ԿՊ-ի իշխող կուսակցության գրեթե պաշտոնական դիրքորոշումն է։ Ես կարող եմ 1000 օրինակներ բերել դրա, բայց ես առաջարկում եմ, որ մենք չհետևենք այս մեզ թելադրվող
օրակարգին։ Մեր խնդիրը այլ է։ Իսկ ինչու է ստացվել այնպես, որ 5 տարի պատերազմից հետո 2020 թվականի կործանարար աղետալի պատերազմից հետո, որ Արցախի հայաթափումից 2 տարի, արդեն 3 տարի անց Հայաստանը որևէ բան չի ձեռնարկել, որպեսզի թույլատնի այդ կախվածությունը Ռուսաստանից։ Բոլորիս պարզ էր, չէ՞ որ եւ ՀԱՊԿ, եւ դրա հետևում կանգնած Ռուսաստանը, եւ ԵԱՏՄ-ի հետևում կանգնած Ռուսաստանը դավաճանել են Հայաստանին, որ օգտագործվում է Հայաստանը, որ զոհաբերվում է եւ ոչ առաջին անգամ, որ 100 տարի Ռուսաստանի քաղաքականությունը, ինչպես մենք որպես եվրոպական կուսակցություն, տասնամյակներ երբ որ կուսակցություն էլ չէինք, եւ վերջի տարիները անընդհատ ասում ենք, որ 102-րդ բազան, դա ռումբ է, որը ներդրված է Հայաստանի տակ, որ FSB-ի զորքերը սահմանում, դա ռումբ է, որ հանքերը, բանկերը, որ պատկանում են Ռուսաստանին, դա ռումբ է Հայաստանի պետականության տակ։ Մեզ չէին լսում եւ հակառակն էին անում։ Փաշինյանը օրոք հնգապատկվեց ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ։ Հայաստանը ոչ միայն մնացել էր, այլ ավելացրել էր իր կախվածությունը Ռուսաստանից։ Ուստի մեր խնդիրը այլ է եւ մենք այդ հարցի պետք է պատասխանենք։ Ինչու Հայաստանը ոչինչ չի արել եւ չի անում, որ Սալավյով չեք ուզում նայել, անջատեիք հեռուստատեսությունները ռուսական։ Քանի տարի ենք մենք ասում, որ դա ռումբ է Հայաստան, դա զենք է Հայաստանի դեմ։ Էդ էլ չեք անում։ Եվրոպայից փող են խնդրել պաշտպանվելու ռուսական ազդեցությունից, հա, եւ այդ փողով ինչ են արել, գոնե ռուսական ալիքները անջատելու համար եվրոպական փողեր են պետք։ Ես կասեմ ձեզ ինչ են իրենք արել։ Հանրային հեռուստատեսության եթերում 3 անգամ հայտարարվել էր, որ Հայաստանի եվրոպական կուսակցությունը չպետք է լինի հանրային մեր տեսակետը, մեր գաղափարախոսությունը։ Ես անձամբ չպետք է լինեմ, անգամ հիշատակվեմ, անունս չպետք է տրվի։ Այ դրա համար են Եվրոպայից փող ուզում, որ եվրոպական գաղափարախոսությունը մերժեն։ Բարեբախտաբար, եւ վերադառնում եմ ձեր առաջին հարցին, Իրանում կատարվողը հիմա փոխելու է նաեւ դա, որովհետեւ Ռուսաստանը ինչ է հանկարծ հիշել Սալովյովի շուրթերով Հայաստանի մասին, որովհետեւ իրենք կորցնում են Իրանը։ Իսկ Իրանը իրենց համար Մոսկվա, Թեհրան, Իսլամական Թեհրան եւ Չինաստան դա առանցք էր, դա եւ զենքի մատակարարող է, չէ՞, դա եւ նավթի մատակարարող է, դա ազդեցության մատակարարող է, դա ողջ միջին արևելքի վրա ռուսական ավանդական 50-ական թվականներից սկսված ազդեցության մատակարարն է։ Եվ հիմա այդ ամենը կորչում է եւ Ռուսաստանի համար Հայաստանը այստեղ վերջի կամուրջն է դեպի Իրան։ Ոչ միայն Միացյալ Նահանգների համար նոր կամուրջ դեպի Իրան, որը դեռ կառուցվելու է։ Այսինքն դա նույն կամուրջն է, որը մի կողմից օգտակար է հիմա Իսրայելի եւ Ամերիկայի համար դառնալու, իսկ Ռուսաստանի համար դա կորսված եւս մի հնարավորություն է։ Ահա ինչ է պետք անել։ Եվ ինչ է պետք անել, դա ակնհայտ է։ Պետք է օր առաջ դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ոչ թե սառեցնել, ԵԱՏՄ-ից, պետք է գնալ դեպի արևմուտք։ Իրանն է գնում հիմա դեպի արևմուտք, մեր աչքի առաջ ահավոր զոհերով։ Մենք այդ զոհերը տվել ենք եւ ինչ ենք արել։ Մենք տվել ենք այդ զոհերը, որ հիմա տալիս է Իրանը։ 88 թվականից Բաքվում, Սումգայիթում դա այդ համար էր այս զոհերը։ Արցախյան առաջի պատերազմի զոհերը, 44-օրյա եւ 40-օրյա պատերազմի զոհերը հանուն ինչի էին։ Հանուն Հայաստանի ապագաղութացմանը, հանուն նրա, որ Հայաստանը դառնա ազատ եւ անկախ երկիր, եվրոպական երկիր, օրենքի երկիր, արդարության երկիր, բայց ոչ մի բան չարվեց։ Այդ զոհերը մնում են անիմաստ այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ մնում են ռուսական, իսկ հիմա Փաշինյանի շնորհիվ դրան ավելացվել է նաև թուրքական եւ ադրբեջանական ազդեցությունը։ Ադրբեջանական բենզինն է գալիս, այլ ոչ թե Իրանից նավթ գալիս։ Ոչ թե Հնդկաստանից է ցորեն գալիս, այլ Ռուսաստանի, Ղազախստանից, էլի Ադրբեջանի միջոցով։ Ինչի համար, որ մենք էլ ավելի կախված լինենք Ռուսաստանից եւ Ադրբեջանից։ Ահա այն սարսափելի սխալ եւ հանցավոր քաղաքականությունն է, որը բերել է նրան, ինչի դեմ հիմա մենք նոտաներ ենք ուղարկում։